Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս, բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր։ Մենք սկսում ենք մեր առավոտյան ծրագիրը Սուրճ ու սեր առավոտից։ Ձեզ հետ կլինենք մինչև ժամը 11-ը։ Ձեզ հետ կլինեն Սևակ Հակոբյանը Եվ Տիգրան Հարությունյանը, ուրախ կլինենք լսել ձեր ձայները, կարդալ ձեր մեկնաբանությունները, եթերում ենք թե Facebook-յան հարթակում, թե մեր կայքում, իսկ 553702 ուղիղ կապի հեռախոսահամարը բաց է։ Արական դուետ այսօր ձեզ հետ կանցկացնի ամառային առավոտը 25-ն է հունիսի օրը 3-շաբթի եւ ինչպես միշտ բացի բարի լույսից, ջերմ ամառային բարի լույսից Օրը նաեւ 5 շաբթի։ Այո, օրը 5 շաբթի։ Ես ինչ ասացի։ 3 շաբթի։ 3 շաբթի, չգիտես ինչու։ 5 շաբթի, այո, մի շփոթեք 25-ն է հունիսի, եթե նոր եք արթնացել, կարիք չկա մտնեք հեռախոսի մեջ, մենք այդ ամենը ձեզ կասենք ուղիղ եթերից։ Միացեք մեզ, հաջող աշխատանքային օր, բարի լույս։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:34 գրքին ասում ենք բարի լույս նրանց ովքեր այսօր լսում եւ դիտում են հանրայինի առաջին ալիքը։ Ամեն բացվող առավոտ մենք ձեզ հետ ենք մինչև ժամը 11-ը, հետաքրքիր լուրեր, նորություններ, տեղեկություններ, իհարկե կարևոր տեղեկատվություն եւ լավ երաժշտություն, ահա առավոտվա լավ օրվա բաղադրատոմսը։ Եվ սկսենք եղանակից, Տիգրան։ Անհրաժեշտ տեղեկատվության չափաբաժինը բացելու ժամանակն է, դու ճիշտ ես, խնդրեմ, սիրելի գործընկեր։ Եվ այսպես հանրապետության տարածքում այսօր ցերեկը շրջանների զգալի մասում կրկին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ, քամին հարավ-արևմտյանը 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը 2-ից 4 նիշով կբարձրանա։ Մայրաքաղաքում այսօր երեկոյան կրկին անձրևի ու ամպրոպի հավանականություն կա, այնպես որ եթե երեկոյան լինելու եք դրսում, մի մոռացեք անձրևանոցների մասին,
կարկուտի եւ ամպրոպի ձայներ, ստացել եք։ ցերեկը առավելագույնը 31 աստիճան տաքություն կլինի, երեկոյան 24, իսկ գիշերը 19 աստիճան եւ այս պահին էլ մեր մայրաքաղաքում 21 աստիճան տաքություն է ու արևոտ եղանակ։ Այո, լավ եղանակ է ռեժիմ, բարի լույս բոլորին եւս մեկ անգամ։ Մենք շարունակում ենք եւ գնանք Հանրապետության ավտոճանապարհներ, տեսնենք ինչպիսին է իրավիճակը։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Նաև տեղեկանում ենք, որ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դե լավ է, իրականում եղանակային այս պայմանները կարևորը չեն ազդում ավտոճանապարհների իրավիճակի վրա, բայց բնականաբար մշտապես կան փոփոխություններ, դրանք կապված են թե երթևեկության կանոնների փոփոխությամբ եւ թե շինարարական աշխատանքներով եւ այժմ մեկ ծանոցում Երևանի քաղաքապետարանից ժամանակավորապես փակվելու է Արիմբերտ փողոցի եւ Արցախի պողոտայի խաչմերուկը, Արիմբերտ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը, այս մասին մեզ իրազեկում է քաղաքապետարանը։ Իդեպ այս փոփոխությունները տեղի են ունենալու հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, ժամանակավորապես փակվելու է Էրեբունի վարչական շրջանի Արիմբերտ փողոցի եւ Արցախի պողոտայի խաչմերուկը Արիմբերտ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը։ Ես այս պահին մայրաքաղաքի ավտոքարտեզի մեջ եմ ընկղմված, խցանումային նիշը 7 բալ է եւ ցավոք սրտի պետք է նշեմ, որ բազմաթիվ ավտովթարներ ունենք հենց այս պահի դրությամբ, Մոնտեմելկոնյան փողոցի վրա, Իսակով փողոցի վրա ունենք ավտովթար եւ սա դեռ ամենը չէ։ Ես դեռ շարունակում եմ փնտրել փողոցների անունները, որպեսզի ներկայացնեմ, Սեբաստիա փողոցի վրա եւս ունենք ավտովթար, շատ այսպես ավտովթարա առատ օր է այսօրը, հուսանք թե վթարներ են, բայց ոչ տեղումներ կան, ոչ ինչ որ առանձնահատուկ իրադարձություն, ինչու է եւ ինչպես են հաջողացնում խցանման մեջ միմյանց բախվել ավտոմեքենաները։ Ես դա չեմ կարող հասկանալ։ Ենթադրում եմ, որ որոշները հանդիպակաց գոտիով փորձում են մխրճվել, ճխտվել, կներեք այս բառի համար, այն ոչ եթերային է, բայց պատկերը այլ բառ չի հուշում ինձ։ Եվ արդյունքում նաև այո ստանում ենք վթարային իրավիճակ։ Աճարյան փողոցի վրա եւս ունենք ավտովթար։ 7 բալը, մի խոսքով համբերություն վարորդներին, եղեք զիջող, մի մոռացեք, որ դուք միայնակ չեք, հարգեք նաև ձեր վարորդ գործընկերների իրավունքները եւ եղեք կանխատեսելի։ Հիշեք, որ գոյություն ունի թարթիչ մեքենայի վրա եւ պետք է անպայման զգուշացնել ձեր գործողությունների մասին։ Առանձնատուկ ողջունենք նաև հանրային տրանսպորտի վարորդներին եւ այն մարդկանց, ովքեր այս պահին հանրային տրանսպորտի մեջ են եւ շտապում են աշխատանքի կամ որևէ այլ տեղ եւ զուգահեռ հետեւում են մեզ։ Մենք հիշեցնենք մինչեւ ժամը 11-ը ուղիղ եթերում ենք, այնպես որ կարող եք մնալ մեզ հետ, ինչպես Տիգրանը նշեց, խցանումները շատ են, 7 է փաստորեն խցանումային նիշը վերջին օրերին այս պատկերը չի էլ փոխվում։ Հիշեցնենք նաև Կիևյան կամրջի փակ լինելու մասին, եթե կան մարդիկ, որ դեռ չգիտեն, մինչև օգոստոսի վերջ կամուրջը փակ է լինելու։ Օգոստոսի 29-ը խոստացել են, բայց եթե այս տեմպերով շարունակվի, ես չգիտեմ, արդյոք կհասցնեն մինչև օգոստոսի 29-ը բացել կամուրջը։ Մենք հետևում ենք ճանապարհային թարմացումներին եւ Գայի պողոտայի մոտ Եվս Գայի հրապարակի մոտ Գայի պողոտայի վրա եւս ունենք ավտովթար, սա վերջին վարկյանների տեղեկատվություններ, հաղորդման ավարտին մենք դեռ կանդրադառնանք։ Գնանք օդային տարածք, Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքում, տեսնենք ինչ ժամանումներ կան, որոնց հետ կապված ուշացումներ կամ միգուցե ժամանակից շուտ լինեն վայրեջքները եւ կարծես երկու վաղաժամ ժամանում ունենք, դրանք երկուսն էլ Դուբայի թռիչքներ են, այսինքն Դուբայ-Երևան, ժամը 11:25-ի փոխարեն մոտ կես ժամ շուտ վայրեջք կկատարեն 10:58։ Տեսնենք մեկնումների ցուցակում փոփոխություններ ունենք, թե ոչ, դե համապատասխանաբար Դուբայի եկած, եթե հա, չէ, Դուբայի այստեղ կապ չունի, Միներալնի ոդի եւ Սոչի չվերթները կմեկնեն ուշացումով 11:55-ի փոխարեն, դեպի Միներալնի ոդի կմեկնեք ժամը 14-ին, իսկ դեպի Սոչի կմեկնեք 13:30-ին։ Երկու ուշացում ունենք ընդամենը։ Մնացածը ամեն ինչ նորմալ է։ Բարի վայրեջք եւ բարի թռիչք բոլոր նրանց, ովքեր այսօր օդային ճանապարհներից են օգտվելու եւ նաեւ ֆինանսական գործարքներ պլանավորող մարդկանց համար հիշեցնենք, տեղեկացնենք ավելի շուտ կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքները ամերիկյան $1 367 դրամ 93 լումա է,
եվրոն 417 դրամ 23 լումա, ռուսական ռուբլին 4.9 է, վրացական լարին 139 դրամ 0.3 լումա, բրիտանական ֆունտ ստերլինգը 485 դրամ կես լումա, արաբական դիրհամը Միացյալ Էմիրությունների 100 դրամ 17 լումա եւ իրանական ռիալը 0.026։ Այսքան անհրաժեշտ տեղեկատվությունից քիչ անց նաև բացել ենք հունիսի 25-ի օրվա օրացույցը։ My old friend, storm inside the glass, yeah, is what I am. You can't pull me down, no, 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 no. Stuck in my head, oh. I wanna go to Graceland, 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 Graceland. I wanna go to Graceland. I wanna go to Graceland. I wanna chase the sunrise, far from here. Watch the world go quiet. I'm young and free. I don't know what I'm chasing. Round again, a shadow in the night sky. That's what I am. You can't pull me back, no, 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 no. Stuck in my head. It's stuck in my head. Ooh, I wanna go to Graceland. I wanna go to Graceland, where he rests, see where they made his bed. Take me there, I don't know what will happen. My old friend, storm inside the glass, yeah, is what I am. Ooh, I wanna go to Graceland. Can't pull me down, no, 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 no. Stuck in my head, stuck in my head. You can't pull me down, no, 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 no. Stuck in my head, oh. I wanna go to Graceland. The station with the best. Իհարկե, մեր լավագույն հիթերը եւ այն էլ մեր եթերում 9:44 եւ մենք շարունակում ենք։ Հիշեցնեմ, մենք ուղիղ եթերում ենք մեր նաև Facebook-յան հարթակում, որտեղ ունենք մեկնաբանություններ, մինչև որացույցի էջերը թերթելը, տեսնենք ինչ են մեզ գրում մեր ռադիոլսողները, Հայաստանի հանրային ռադիո, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր էջին, հայատար փնտրեք եւ բաժանորդագրվեք ոչ միայն մեր ուղիղ եթերներին հետևելու, այլև լուրերին ծանոթանալու եւ նաև այլ հաղորդումները դիտելու, լսելու համար Էդիկ Բաբուջյանը բնականաբար ողջունել է մեզ շամպայնի բաժակներով, իսկ Վարդիթեր Գևորգյանը բարի առավոտ է մաղթում, բարին միշտ տիրի ամենուր, այո, թող տիրի։ Շնորհակալ ենք, շարունակեք լսել եւ դիտել, նաև գրել մեզ։ Իսկ մենք բացում ենք օրացույցը, հունիսի 25-ն է, օրը 5 շաբթի։
Տեսնենք ինչ միջազգային տոներ կան։ Ձերք սեղման համաշխարհային օրը Արի սեղմենք։ միասին տոնենք Այո, տանք տոնի այո։ մեկնարկը World Handshake Day կարծում եմ օրը ինչ որ կերպ նաև համերաշխության եւ հանդուրժողականության նշանակություն ունի։ Դե կորոնավիրուսը փառքաստու ավարտվել է եւ այո։ մարդիկ վախենում էին միմյանց մոտենալ եւ ձեռք սեղմել, հիմա կարծում լավ արի թե ընկերոջը տեսնելիս պարզապես սեղմել ձեռքը եւ ասել ողջույն, ինչպես ես Բայց բարեկամս։ շատ ուժեղ մի սեղմեք Հա։ կան, չէ՞ մարդիկ, որ Օ, այսպես ջարդում են։ Չէ, հանգիստ։ Թեթևի մեջ։ Այսօր նաև վիտիլիգոյի համաշխարհային օրն է, խորհրդանշական է, որ այս օրը համընկնում է մեկ այլ օրվա հետ, քիչ անց կասեմ։ Այո, ճիշտ ես ասում։ Սա էլ էլի երաժշտական աշխարհի մի կարևոր օր, Beatles-ի համաշխարհային օր։ Վերջերս մենք էլի նշում էինք այս աշխարհահռչակ խմբի հետ կապված եւս մեկ տոն, կարծում եմ ավելորդ չէ անդադար անդրադառնալ լեգենդար Լիվերպուլյան քարյակին, բիթլամաններին շնորհավորում ենք այսօր փաստորեն իրենց սիրելի խմբի համաշխարհային օրն է։ Բայց արի ասենք, որ հաղորդման վերջին հատվածում մենք ունենք հետաքրքիր փաստեր կներկայացնենք հենց Beatles-երի մասին։ Այո, անպայման եւ այլ երաժիշտների Այո։ մասին եւս։ Այսօր ծովագնացի միջազգային օրն է։ Եվ IT բանրի օրը բարձվեց Տիգրանը չի սիրում Նա IT այդքան ոչխարի ոչ, բանիր, բայց տեսեք այս օրը Աստորեն նաև կա։ միջազգային օրացույցում իր տեղն ունի։ Գնանք ազգային Այո։ տոներին, սովորաբար Միացյալ Նահանգներից ենք սկսում, այստեղ տարօրինակ եւ հետաքրքիր տոները շատ են։ Նահանգներում եւս ձեռքսեղման ազգային օրն են նշում։ Այսօր ԱՄՆ-ում նշում են հիշատակների օրը, պատվորերը շարունակվում են նահանգներում, Այո։ այ խնդրեմ հաջորդ օրը ելակով Պարֆեի ազգային Ահա, օր, տեսնում սա կարծես թե դեսերտ է, հա, աղանդերի օրը եւ լոկոյի ազգային օրը, լոկոն գիտեք, ձկան տեսակ է, միշտ Միացյալ Նահանգների ազգային տոներում կան ուտեստների հետ կապված տոներ։ հետաքրքիր է, որ ամերիկացիները այսօր նշում են իրենց երկրում գունավոր հերոստատեսության օրը։ Արդյոք Սա գիտեք, որ միայն նահանգներում է։ գյուտի հեղինակը հայ է, Գիտեն, երևի թե։ հուսանք որ գիտեն, եւ կարծես թե Միացյալ Նահանգների տոները Bomb Pop Eskimo-ի ազգային օր, Այդ բոմբ էսկիմոն պետք է ուտել։ Գնանք այլ երկրներ, այլ այո։ երկրներ, այո, Գվատեմալայում ուսուցչի օրն են նշում։ Արգենտինայում նշում են ազգի օրը, Հորդանանի անկախության օրն է, Միացյալ Թագավորությունում Գարնանային հանգստյան օր է համարվում, թեև ամառվա առաջին ամիսը մոտենում է հետաքրքիր է։ ավարտին։ Խորվաթիայում նշում են պետականության օրը, Մոզամբիկում անկախության օրն են նշում, Պերույում ծաղրացուի օր են նշում, Եվ տեսնենք Ռուսաստանում ինչերն այսօր տոնում, Սլավոնների բարեկամության եւ միասնության օրն է, վիճակագրության աշխատողների օրը, նաեւ բանասերի տոնն է, Ռուսաստանի Դաշնությունը նշում այսօր։ Ծառատունկի օրը նշում են Ֆիլիպիններում եւ Սլովենիայում նշում են պետականության օրը։ Այսքանը երևի թե օրացույցից, Այո, այսքանը։ բայց սա դեռ ամենը չէ, ունենք նաեւ հետաքրքիր դեպքեր եւ իրադարձություններ, որոնք գրանցվել են հենց այսօրը։ Եվ իհարկե տարիներ նաեւ օրվա առաջ։ հոբելյարներին կներկայացնենք րոպեներ անց։ When your hands up on a body, do you think about us? In the middle of the floor, do you think about us? Now you're ready and she on it, do you think about us? When you're laying in her bed, do you think about us? Deep clothes on the floor, do you think about us? Am I playing in your head?
Սուրճ ու սեր առավոտից։ Միանշանակ սուրճ ու սեր առավոտից եւ այն էլ հանրայինի ուղիղ եթերից ամեն աշխատանքային օր ժամը 9:30-ից ենք միասին։ Սուրճ ու սառը, սեր ու սառը սուրճ կարելի ասել, չէ՞, մի փոքր սառը Ես տաք սուրճի եմ խմում։ սեզոնն է, այս պահին տարբեր բևեռներում ենք ես ու Տիգրանը, անկախ նրանից ինչպես եք սկսում առավոտը, ուրախ ենք, որ այն սկսում եք մեզ հետ, կարող եք նախաճաշով սկսել, մարզվելով էլ ավելի գովելի է այդ ամենը, բայց ինչ էլ որ անեք, մենք ձեզ հետ ենք եւ ձեզ ներկայացնում ենք հետաքրքիր նորություններ, այս պահին տեսնենք ինչ հետաքրքիր դեպքեր եւ իրադարձություններ են տեղի ունեցել տարբեր տարիներին հունիսի 25-ին։ Արդեն նշեցինք, որ աշխարհը այսօր նշում է Beatles-ի օրը եւ երևի թե պատճառներից մեկը հենց այս իրադարձությունն է։ 1967-ի այսօրը կատարվեց առաջին հեռուստաեթերը ամբողջ աշխարհով 5 մայր ցամաքների 24 երկրներում հեռարձակվեց Beatles խմբի All You Need Is Love հիթը։ Ամենահայտնի երգերից մեկը 1957 թվական թռչող ափսե խաղալիքի գյուտն է եղել աշխարհում։ Թռչող ափ ունեցել է դեպ։ Այն որ շփոթում ենք դա էր, հա ունեցել եմ։ Ահա 1876 թվական ամերիկացի ձկնորս Ալֆրեդ Էնսենը առաջին անգամ պատմության մեջ միայնակ անցավ Ատլանտյան օվկիանոսը։ 1857 թվականի այսօրն է լույս տեսել ֆրանսիացի պոետ Շարլ Բոդլերի Չարի ծաղիկները հայտնի բանաստեղծությունների ժողովածուն։ 1788-ի այսօրը Վիրջինիան դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների 10-րդ նահանգը։ Գնանք էլ ավելի պատմության խորքեր 16-րդ դար 1503 թվականի այսօրը Յամայկայի ափերի մոտ խորտակվում է Քրիստոֆոր Կոլումբոսի նավը։ Հետաքրքիր իրադարձություն 1498-ի այսօրը Չինաստանում ատոմի խոզանակի գյուտն է արտոնագրվել։ Եվ մեկ պատմական իրադարձություն էլ, որը չկար մեզ մոտ, բայց ես եւ Տիգրանը որպես Մայքլ Ջեքսոնի հավատարիմ երկրպագուներ, այսօր Ջեքսոնի հիշատակի օրն է, 2009 թվականի հենց այսօրը Փոփի արքան լքեց մեզ, բայց նա շարունակում է իր երգերով, հիթերով ապրել եւ մնալ ամենապահանջված արտիստներից մեկը։ Այո, ոչ ոք ջրել ասի, տեսնելով 36 ժամ առաջ մահվանից բեմում ինչպես է նա փորձեր անում, նախապատրաստվում իր հերթական շրջագայությանը եւ ահա ժամեր անց աշխարհը տեղեկանում է, որ Ջեքսոնը լքում է երկնային աշխարհը, թեև մինչ այսօր հանելուկային հարցեր են ջրի երես գալիս։ Միլիոնավոր երկրպագուներ վստահ են, որ նա չի մահացել, այլ պարզապես մեկուսացել է աշխարհից եւ օրերից մի օր կգա եւ ընդհանրապես համաշխարհային դեմքերի մահվան հետ երբ չեն համակերպվում, չէ, երկրպագուները միշտ նման լեգենդներ են հորինում, կարծես իրենց մխիթարելու համար։ Իդեպ Ջեքսոնի ֆիլմը վերջին ամիսներին էլի բորբոքեց այս խոսակցությունները եւ սպասենք ֆիլմի երկրորդ մասին, որովհետեւ այն ակնհայտորեն կեսից ավարտվեց։ Այո, իդեպ խոստացել են երկրորդ մասը, թե երբ կլինի, դեռ պարզ չէ։ Հասկանանք ովքեր են ծնվել հայտնի մարդկանցից այսօրը։ Այո, տեսնենք ովքեր կան։ Ջորջ Մայքլը, երգիչ, հունական ծագում ունեցող անգլիացի աշխարհահռչակ երգիչ, 1963 թվականի այսօրն է։ Ջորջոս Պանայոտուսը։ Այո։ Անտոնիո Գաուդիի ծննդյան օրն է այսօր, նրա ծննդյան տարեթիվն է 1852-ը, կատալոնացի հայտնրահայտ ճարտարապետ, իսպանական մոդեռնի բարձրագույն ներկայացուցիչ, ովքեր եղել են Բարսելոնայում, վստահ են, որ հիացել են նրա գլուխգործոցներով, Գաուդին իսկապես մեծ հետք է թողել հատկապես հենց Բարսելոնա քաղաքի պատկերի վրա։ Գրականության կարևորագույն դեմքերից մեկը հայտնի 1984 Անասնաֆերմա գրքերի հեղինակ Ջորջ Օրուելը, անգլիացի գրող, ծնվել է 1903 թվականին, գրքեր, որոնք հաճախ մեջբերում են չէ քաղաքական գործիչները, փաստորեն այսօր անգլիացի գրողի ծննդյան օրն է։ Այսօրն է ծնվել նաև ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը, գիտնական Լևոն Օրբելին, նրա ծննդյան տարեթիվն է 1882-ը։ Ովքեր լույս աշխարհ են եկել այսօր, շնորհավորում ենք ձեզ, անմոռանալի ու անակնկալներով լի օր ենք մաղթում բոլորիդ, իսկ հիմա լսենք օրվա հոբելյարին Ջորջ Մայքլ։ Inside.
Սուրճ ու սեր առավոտից։ Մենք ունենք 2 րոպե մեր տրամադրության տակ, որպեսզի հասցնենք ողջունել ռադիոլուրի մեր գործընկեր Արմինե Գևորգյանին։ Բարի լույս Արմինե։ Ջան եւ Սևակ ջան։ Մի հատ քո բարի լույսը նորից լսենք, էլի։ Բարի լույս Տիգրան ջան, Սևակ ջան։ Բարի լույս, Արմինե, վերջին 3 շաբաթը աշխատանքային տեմպի մեջ է։ Այո, Էլի գնում եք մարզ։ Վաղը դարձյալ գնում ենք մարզերի մոտ արդեն բանա դարձել է, արդեն 3-րդ շաբաթն է։ Չի ավարտվում, ուրբաթ շաբաթ մարզեր, համերգներ ու հետո էլի աշխատանքային Ովքեր չգիտեն, շարունակվում են մեր հայկական ռադիոյի 100-ամյակի նվիրված տոնական համերգները մարզերում եւ փաստորեն վաղը եւ մյուս օրը կրկին Վաղը լինելու ենք Բերթավանում, Շատերը հարցնում են գեղագիտական կենտրոնում։ Բերթավանը որտեղ է, շեշտենք նոյեմբերյան վերջի գյուղերից մեկն է, այսինքն Ուրիշտեղ չգնաք։ Հա, ուրիշտեղ Տավուշի չգնաք։ մարզի Բերթավան բնակավայր, գեղագիտական կենտրոն։ Հա, նոյեմբերյանի Գեղագիտական։ Վաղը ժամը 19-ին մեզ հետ կլինի Սայետնովա աշխուհական երկի վաստակավոր անսամբլը։ Մյուս օրն էլ Մարտունի։ Մարտունի մշակույթի տանն ենք հանդիպել։ Դարձել ժամը 19-ին։ Մենք դեռ կանդրադառնանք ժամանակացույցին։ Այո, հիշեցնենք համերգների մուտքն ազատ է, իսկ հիմա ժամանակն է ծանոթանալու վերջին ժամի նորություններին, տեսնենք ինչ է կատարվել մեր երկրում, տարածաշրջանում ու աշխարհում։ Մնում է Արմենեն ասի, ես պատրաստ եմ ներկայացնելու լրահոսը։ Ես պատրաստ եմ ներկայացնելու լրահոսը, բայց ես եկել էի շատ խոսելու։ Դե մի քիչ շուտ կա էր դրա համար կխոսեինք, էլ ժամ չմնաց։ Լավ, խոսափողը քոնն է։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամը խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներն ու ներկայացուցիչները հետևել են Արծիվ գործընկեր 2026 զորավարժության ընթացքին, հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։ Ներկա են եղել Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները։ Համատեղ զորավարժությունն անցկացվում է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման նպատակով եւ ընդգծում է շարունակական պաշտպանական համագործակցությունը Հայաստանի եւ գործընկեր պետությունների միջև։ Ընտրվել է առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն ու հիմնադրամի գլխավոր տնօրենը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների եւ գլխավոր տնօրենի մրցույթային հանձնաժողովի նիստերը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ անդամների եւ գլխավոր տնօրենի ընտրությունը տեղի է ունեցել 2 փուլով։ Առաջին փուլով սահմանված ժամկետներում տրվել են հայտարարություններ, քննվել են ներկայացված դիմումներն ու ընտրվել այն տեխնացուները, որոնք համապատասխանում են վերոնշյալ պաշտոնները զբաղեցնելու համար սահմանված պահանջներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շատ էական եւ շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում է։ Այդ բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում։ Քաղաքականությունը մշակելու է կառավարությունը, իրականացնելու է խորհուրդը։ Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու գործընթացը մեր երկրում թվայնացվելու է։ Մարդիկ կկարողանան առանց միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն այցելելու դիմում ներկայացնել գործող permit.am հարթակ, տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերն ու շտկել թերությունները։ Ծառայություն այցելելու անհրաժեշտություն կլինի միայն 1 անգամ։ Օրինակ այսօր դիմում ներկայացնելու համար պետք է առցանց հերթագրվել, իսկ հունիսի 15-ից այլևս հերթագրվել հնարավոր չէ, քանի որ մինչև նոյեմբերի 1-ը բոլոր օրերն ու ժամերը արդեն ամրագրված են։ Այս տարի 9338 անձ Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել։ Հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառել է կալանքը 2 ամիս ժամկետով։
Հայաստանը այժմ գտնվում է ընտրության փուլում եւ դա կարեւոր է Մոսկվայի համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Վերջինս նշել է, որ հույս ունի, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կբարելավեն եւ չնայած այն բանի, որ այս պահին որոշ ապրանքատեսակներ Ռուսաստան մուտք չեն գործում։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին եւ կքննարկի հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները։ Անդրադառնանք միջազգային լրահոսին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որով քննադատել է Վրաստանում ժողովրդավարական չափանիշներից նահանջը եւ իշխանություններին կոչ արել դադարեցնել ընդդիմադիրների հետապնդումը։ Բանաձևին կողմ են քվեարկել 83 падգամավոր դեմ 5-4 ձեռնպահ։ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Վրաստանում քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության ու այլախոհության նկատմամբ ճնշումների առնչությամբ։ Վեհաժողովը Թբիլիսիին կոչ է արել չեղարկել ռեպրեսիվ օրենսդրությունը, հետաքննել բողոքի ակցիաներին ոստիկանների բռնության դեպքերն ու ազատ ժողովրդավարական ընտրությունների համար պայմաններ ապահովել։ Բանաձևում նաև նշվում է, որ Վրաստանը պետք է կատարի մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներն ու ԵԱՀԿ հանձնարարականները։ Վրաստանի խորհրդարանի նախագահ ԵԽԽՎ-ի բանաձևը հակավրացական է անվանել, պնդելով, թե կառույցը չի հարգում Վրաստանի ինքնիշխանությունն ու 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը Ռադիոլուրի եթերում։ Խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Ինչ
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից Հանրայինի ուղիղ եթերում մեր երկրորդ եթերաժամը սկսվեց։ Բարի լույս բոլորին, ովքեր նոր են մեզ միացել, իսկ ովքեր 9:30-ից մեզ հավատարմորեն հետևում են, առանձնահատուկ շնորհակալ ենք ձեզ եւ հիշեցնենք, որ մեզ կարող եք նաեւ դիտել մեր Facebook-յան հարթակում ու գրել մեկնաբանություններ։ Սիրով ենք ասում բարի լույս բոլորին, ովքեր շարունակում են ամառային առավոտ անցկացնել մեզ հետ։ Այս պահին Երևանում 22 աստիճան տաքություն է։ Այո, թեև քամին զանա էինք լսում, բայց կարծես քամի չկա, չնայած Երեկոյան կլինի։ այո, օրվա ընթացքում սպասվում է թե անձրև, թե ամպրոպ երեկոյան հատկապես եւ թե քամու ուժգնացում։ Այս տարի ամառը այսպիսին է, ամեն դեպքում չենք դժգոհում, եղանակը չի ազդում տարատեսակ միջոցառումների, մեծամասշտաբ փառատոնների, երաժշտական իրադարձությունների վրա, որոնք պլանավորված են եւ արդեն աստիճանաբար իրականացվում են Հայաստանում եւ շատ ուրախալի է, որ նմանատիպ փառատոնները ոչ միայն Երևանում են, այլև մեր մայրաքաղաքից դուրս եւ արդեն ավանդաբար Գառնու տաճարում այդ հատվածում այս տարի հուլիսի 11-ին Triangle-ում community-ն էլեկտրոնային երաժշտության յուրահատուկ մի միջոցառում է կազմակերպում եւ այս տարվա հատուկ հյուրը Bedouin-ն է, որը այս հետաքրքիր համագործակցությունը նաև բարբերաբար ներկայացում է Իվետ Ամուկուշյանի հետ, րոպեներ անց կլսենք նրանց հայտնի հիթերից մեկը եւ տաղավարում էլ կհյուրընկալենք միջոցառման կազմակերպիչներին, Triangle-ում community-ի համահիմնադիրներ եւ DJ-ներ, DJ Guevo-ին եւ Leo-ին, մեզ մոտ նրանց պաշտոնական անուններն են անձնագրով, որոնք մեզ համար շատ խորտ են թվում։ Միջոցառման մասին մի խոսքով րոպեներ անց կխոսենք, շարունակեք մնալ մեզ հետ։ Catch the version of myself while we're out here just to play. Cannot get better than this. Tomorrow when I'm still awake, I promise I will take a break. I try to get rid of my sins. The road to unknown, nightmares and fairy tales. I know that I know nothing, so into the wind I sail. Will it get better than this? Right now I have everything. I feel so good in my skin. Tomorrow I deal with my sins. But will it get better than this? Right now I have everything. I feel so good in my skin. Tomorrow I deal with my sins. Who let go long time ago and who is still under control? There is so much deep within. I'm climbing out that box and told I find my gods and lots of gold. Do you still try to fit in? The road to unknown, nightmares and fairy tales. I know that I know nothing, so into the wind I sail. Will it get better than this? Right now I have everything. I feel so good in my skin. Tomorrow I deal with my sins. But will it get better than this? Right now I have everything. I feel so good in my skin. Tomorrow I deal with my sins. Bedouin եւ Իվետա լսում էինք այս համագործակցությունը, այս ամենը live կլսենք նաեւ հուլիսի 11-ին, հիշեցնենք տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած էլեկտրոնային երաժշտության յուրահատուկ միջոցառումը, որը կազմակերպում են մեր լավ գործընկերները DJ Guevo-ն եւ Leon, բարի լույս, Բարի լույս, բարի լույս ձեզ։ Բայց կարելի է չէ անազգաններով էլ ասել Լևոն Սաքյան եւ Գևորգ Մարգարյան։ Այո, community հիմնադիրներ։ Այո, ասում եմ, թող հերոսներին անուններով էլ ճանաչեն։ Իսկապես։
Որերորդ անգամ է այս նախաձեռնությունը իրականացվում։ Եվ ինչ պատմություն ունի առհասարակ։ Այս անգամ կազմակերպում ենք 5-րդ անգամն է։ Հոբելյանական 5-րդ անգամն է, այո։ Առաջին տարին իհարկե կազմակերպվել է 2019 թվին Circle-ի հետ համատեղ, ֆրանսիական մեդիա հարթակի հետ համատեղ, եւ դրանից հետո COVID-ը հայտնվեց մեր կյանքում։ Դադար վերցրեցինք։ Այո, դադար վերցրեցինք, նվագեցինք 22 թվին իրանք մեզ հրավիրեցին իրանց ֆեստիվալին Փարիզում եւ վերադարձանք, որոշեցինք ինչու ոչ։ Մենք ինքներս կազմակերպենք առանց իրանց 23 թվից սկսած մինչ այս տարի արդեն ամեն տարիա դարձել է ինքը իրադարձություն Գառնու տաճարի հենց Իսկ փոքր չէ տարածքը Գառնու տաճարի։ Արդեն քչություն է անում, ճիշտ ասած, որովհետև նախորդ 2 տարիների ընթացքում արդեն մարդկանց քանակը այնքան էր, որ բոլորը ուզում էին մասնակցեին, բայց ցավոք դեռ sold out ենք լինում, հա, այսինքն տարածքը փոխեք ավելի մեծ տարածք վերցնենք։ Դեստեղ հենց իմաստը հենց հենց տաճարն է, որովհետև ինքը շատ էպիկ տարածք է, էլի, location-ի համար մեծամասնությունը մարդիկ նույնիսկ ուշադրություն չեն դարձնում, ասենք ով է լինելու DJ եւ այլն, շատ մարդիկ այդ փորձառությունն են ուզում ունենան հենց այդ տաճարի դիմաց ռեյվի հատուկ էֆեկտներով, այո, հատուկ լուսավորությամբ, այո, ու չնայած այս տարի ամեն տարի էլ իհարկե շատ հայտնի DJ-ներ ենք բերում, էլեկտրոնային բեմի շատ հայտնի DJ-ներ ենք բերում, բայց այս տարի յուրահատուկ դուո ունենք, որոնք են Bedouin-ը, աշխարհում շատ հայտնի, գրեթե բոլոր ամենամեծ ֆեստիվալներում ելույթ ունեցած Իբիցայում հատկապես չէ։ Այո, Իբիցայում աշխարհի ամենալավ ակումբում ռեզիդենտներ են իրենք, հայ իվենտների շարք ունեն, Saga է կոչվում։ Ամեն կիրակի եւ մեր Գառնու տաճարի իվենտից հետո հենց մի անգամից գնալու են օդանավակայան եւ որտեղ հաջորդ օրը Իբիցայում շոու են։ Մեզ էլ Դա որ ակումբն է, ասենք որ ակումբն է Իբիցայի դա։ Իրանք նվագում են, տեսեք, ամեն տարի վերցնում են հիմնականում Պաչայում է դա։ Պաչան։ Հա, Պաչան է, ամենահայտնի։ Եվ այս տարի որոշեցինք, ճիշտ ասած, կուզենայի ավելացնել Գևորգի ասացին, որ տարիներ շարունակ փորձել ենք իրանց հրավիրենք ու բարդությունները առաջացել, որովհետև իրանց երաժշտությունը շատ համահունչ է մեր Գառնու տաճարի հետ, հիմա չեմ ուզում բացահայտեմ, հա, չեմ ուզում բացահայտեմ հիմա կոնցեպտը, հա, երաժշտության ոճը, ինքներդ կգաք, կհրավիրենք, սիրով կվայելեք, եւ այս տարի որոշեցինք Իվետա Մուկուչյանին, մեր սիրելի, ողջուններս ուղենք Իվետային եւ միջնորդեց Իվետան։ Այո, Իվետայի, իհարկե Իվետայի նաեւ կողմից support էինք ստացել բարեխոսել էր մեր համար այդպես ասած, այո, հա, որովհետև իրանք էլ իրականում ես հիշում եմ, որ հենց Իվետաներ էր ուզում իրենց հրավիրել Հայաստան, իր համերգի շրջանակներում, որպեսզի քանի որ իրանք տրեկեր ունեն իրար հետ, հենց իր համերգի շրջանակում լայվ ելույթ ունենան, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվել ու այս տարի վերջապես ստացվեց մեզ մոտ, որ կարողանանք բերել ու Իվետային էլ հրավիրեցինք, սիրով համաձայնեց որ հենց live հետ մի քանի տրեկը անենք իմ կարծիքով շատ շլացուցիչ է լինելու։ Իվետան նույնը անում է Իբիցայում, այսինքն այդ մի քանի տրեք ունեն իրար հետ, այդ տրեկերի ժամանակ live այնտեղ տեղում Իբիցայում ելույթ են ունենում, մի քանի օր առաջ էլ նույնիսկ էլի նոր տրեկել էին հանել, մի քանի օր առաջ էլի Իբիցայում էր ու երգում էր իրանց հետ։ Այո, մենք մի համագործակցություն լսեցինք, մյուսն էլ իհարկե կլսենք, նպատակը ոչ միայն էլեկտրոնային երաժշտության սիրահարներին հավաքելն է, այլև զբոսաշրջության խթանումը, գիտեմ, որ համագործակցում եք նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հետ, նաև Արգելոց թանգարանի հետ, ինչպիսին է այս համագործակցությունը, ենթադրում եմ կան արդյունքներ, դրա համար պետությունը շարունակում է աշխատել ձեզ հետ։ Այո, այս տարի աննախադեպ է լինելու տուրիստների առումով, որովհետև
որովհետև հա այս պահի դրությամբ մենք վաճառքներով որ նայում ենք, քարտեզը շատ է լայնացել, եթե նախորդ տարիներին օրինակ հիմնականում ունենում էինք, նու ասենք Ռուսաստան, Վրաստան, այս տարի ունենք Էմիրատներ, Կիպրոս, Եվրոպայի մի քանի երկրներից, ասենք, չգիտեմ, Շվեյցարիայից ունենք, Վիեննայից ունենք, որ տոմսեր են գնել, դե չասեմ, էլ ասենք US-ից ինչքան շատ ունենք, US-ից շատ ունենք, հա, այնտեղի հայերը հիմնական, հա, շատ են այս տալի գալու, ու այս պահի դրությամբ տոմսերի վաճառքով երևի որ չխափեմ, երևի 40%-ից ավելը դեռ հա, մենակ դրսից են տոմսերը։ Կայքով են ամրագրում տոմսերը։ Այո, մեր կայքով ամրագրում են տոմսերը, որտեղ որ լրացնում, այո, որտեղ որ լրացնում են իրենց տվյալները, դե բնականաբար երկիրը, այո, որտեղից են որ գնում տոմսը տեսնում ենք։ Ու շատ հետաքրքիր է, որ այս տարի նույնիսկ 3 Պարսկաստանից էին զանգահարել, տենց ասում են ոնց կարող եք տոմս չեն կարող մենք ստեղից գնել, միջազգային քարտ դե իրանք տենց չունեն, ոնց անենք, ոնց տոմս գնենք, տենց իրանք ուղղորդեցինք, որ կարողանան իրանք էլ տոմսեր գնել, այսինքն տենց բավականին այսինքն տեսեք մեր տարի առ տարի level up լինելու արդյունքը հենց արտիստի էլ ավելի լավ արտիստ հրավիրելն է, որը որ կբերի էլ ավելի շատ տուրիստներ, որը որ ինձ թվում է բոլորի համար է լավ, այսինքն թե հյուրանոցների, թե ռեստորանների, կաֆեների, ընդհանուր, այսինքն ինքը բոլորի մեր համար է լավ, թե էկոնոմիկայի, թե տուրիզմի համար։ Դե չասենք էլ Գառնի միջակատարում այդ օրերին, այդ դրա մասին ուզում խոսենք, ենթակառուցվածքները արդյոք պատրաստ են նման մեծ քանակությամբ տուրիստական հոսք ունելու։ Ես կասեմ, որ մենք ինքներս վերջերս զանգարել էինք, որ մեզ համար տեղ պահեինք, մոնտաժ դեմոնտաժ լինելու համար մենք պետք է այնտեղ լինենք, բայց զանգահարել էինք, ասցին կներեք, բայց ոնց որ արդեն այդ օրվա վրա միջոցառում կա ստեղ մեծ փառատոն է, բոլորը արդեն ամրագրված է, ասում են կներեք, բայց մենք ենք էլի անում էլի կնի մեզ մի հատ երկու հատ կրավատ տակ գոնեմ։ Տեսեք, Պաչա ակումբից եք խոսում Իբիսայի, Պաչան օրինակ ունի հատուկ ավտոբուս, գիշերային ավտոբուս, միջև շոուները սկսել է, այդ ավտոբուսը տանում է բոլոր այսպես պարասերներին դեպի ակումբ, մեզ մոտ արդյոք կա այդպիսի փոխադրամիջոց, որ Երևանից կհասցնի անպայման, հենց ամենաառաջին շոուից սկսած 19 թվականի մեզ Երևանի քաղաքապետարանը աջակցել է այդ առումով, ամեն տարի Երևանի քաղաքապետարանը անվճար երթուղի է տրամադրում, մեծ չի քանակը, բայց դե բնականաբար ինչ որ հարց կարողանում են լուծել։ Ես մի տարի օգտվել եմ, հետ եմ եկել ավտոբուսով։ Մեր հայկական դիսկո բասն է, այո, 15-ից կա Իբիցայում։ 15-ից 20 ավտոբուս մոտավորապես անվճար երթուղով մարդիկ նախապես մտնում են գրանցվում են։ Հեպի բասն է։ Այո։ Ձեզ մեզ մոտ հեպի բաս։ Ուրախ ավտոբուս։ Մտնում են գրանցվում են եւ կարողանում են երթուղի այնտեղ եւ ամեն մեկ իր ժամն է ընտրում, իր տեղը, այսինքն հրաշալի է։ Մի անհամեստ հարց, տոմսերը թանկ են թե ոչ։ Իբիցայում եթե հրավիրյալ արտիստ, օրինակ ես տեսա, երբ Դեվիդ Գետան էր այնտեղ, Քելվին Հարիսը, տոմսերը բավականին հայ, այսպես շատ բարձր լեվելից էին սկսում, մինիմում, հա, 120 եվրոից։ Մեզ մոտ Հայաստանում ինչ սանդղակ է առասարակ։ Տեսեք, ասա։ Հա, սենց ասեմ, համեմատաբար չեն կարող բնականաբար Իբիցայի հետ համեմատվել, որովհետև մեր մոտ մի քիչ տենց գոյացման պոլիտիկան մի քիչ ուրիշ ձև է, բայց բնականաբար շատ ավելի մատչելի է, բայց մեր տեղական իվենթների համեմատել ինքը նու մարդիկ ասում են, որ թանկ է, բայց օրինակ չգիտեմ, այս պայդրությամբ 16500 դրամ է տոմսը։ Միայն մուտքն է։ Այո, միայն մուտքի արժեքն է դա, ու ասենք, եթե համեմատենք օրինակ ծախսերի հետ, որը որ ուղղակի տենց էլի շատ մեծ են, չհաշված ասենք այնտեղ ինֆրաստրուկտուրա ամեն ինչ զրոյից կառուցում ենք, ֆուդ կորտեր, բարեր, այդքան ստաֆ, անվտանգությունը բնականաբար, այսինքն բավականին մեծ ծախսերի հետ է կապված ու նույնիսկ այս վերջերս դեպք էլ եղավ, Վրաստանից մեզ գրում էին մեր WhatsApp-ին, հարցնում են, որ արդեն բան էին կարել, արդեն դրել էինք իվենթը, որ պետքա լինի ամսի 11-ին, գրում են, ասում են ինչքան է տոմսերը լինելու, դե սկզբնական 12000 դրամից էինք սկսել, չէ, եթե չեմ սխալվում։ 12000-ից։ Հա, ոնց որ ալիքներով վաճառում ենք, գրում եմ իրանց լարիով եմ գրում եմ 90 լարի է մոտավորապես լինելու տոմսը, ու հարցա գրում 90 թե 900, գրում եմ 90
ու սենց ծիծաղելու մեծ սենց սմայլիկների մեջ շարքեր դրել, ասում եք ստորը смешные деньги։ Վրաստանի համեմատն է։ Իրանց նայում ենք այդ իրանց իվենտներին, իրանց բերած արտիստներին, իրանց համար, ասենք այդ 12000-ը զարմանալի թիվ էր, շատ ավելի թանկ է իրանց։ Նույն Իբիցայում սկսվում են տոմսերը 30 եվրոից, ամենամատչելի։ Հետո էլի հետ են գալի այն փաստին, որ արտիստից էլ է կախված դա։ Այսինքն տեսեք մենք տարի առ տարի էլ ավելի լավ արտիստ ենք բերում, ծախսերը էլ ավելի շատ են։ Բնականաբար տոմսերի թիվը ավելի շատ է։ Մենք հեռախոսազանգ ունենք ռադիո լսողից, տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս ունկնդիր, դուք եթերում եք։ Բարի լույս, ես շատ շնորհակալ եմ ձեզանից, տարվել ենք ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ ու մոռացել ամեն ինչ, ես Տիգրան ջան ուզում եմ մինչև մեր հյուրին հարց ուղղելը անչափ շնորհակալություն հայտնել հանրային ռադիոյին, որը իր կոլեկտիվներով շրջում է մարզեր եւ ինչ ասեմ, շատ ուրախ եմ մանավանդ այն գյուղերը, որոնք ինձ շատ թե քիչ կտրված են հիմնական կյանքից եւ դուք կյանք եք բարձրվում, սա արդեն շատ մեծ բան է։ Ես հպարտեմ, ես հույս ունեմ, որ այս կատարումները, որ դուք գնում եք այնտեղ համերգներ տալիս, կձայնագրվեն ինչ որ միտեղ գոնե ձայնագրության տեսքով մենք կընկերենք հանրային ռադիոյի, ես վստահ եմ։ Միգուցե, շնորհակալ ենք արձագանքի համար։ Ուղղակի ուզում եմ մեր հյուրին մի հարց ուղղել։ Խոնարհաբար ներողություն խնդրելով, չեմ ուզում ձեզ նեղացնել, որովհետև ամեն երաժշտական ոճ հարգի է։ Ուզում եմ հարցնել ուղղակի, արդյոք հարմար է, տեսեք, ոնց որ գառնու տաճար, հոգևոր տարածք, դուք չեք կարծում, որ այնտեղ պետք է հնչի հոգևոր երաժշտություն, ժողովրդական երաժշտություն, կներեք ամեն պարագայում, նորից եմ ասում, ամեներին ձեզ նեղացնելու ցանկություն բնավ չունեմ, որտեղ բոլոր երաժշտական ոճերն են, օրինակ ես սիրում եմ բոլոր ոճերն են բացի ծանր ռոկից, ամեն ինչ լսում եմ, ուղղակի մտածում եմ, էլի գառնու տաճար ինքը հոգևոր տարածք, հետաքրքիր մթնոլորտ ու սենց ակումբային կամ ինչ որ երաժշտություն, ասենք հարգի է, կներեք, էլի իհարկե նորից հարցից համար շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք, այս հարցին տղաները միշտ պատրաստ են, միշտ կան մեկնաբանություններ, անգամ են հարցրել ձեզ նման ձևակերպումներով։ Բայց իհարկե տեղին հարց է, լսենք ձեր պատասխանը։ Երկուսով էլ երևի հեսա կարծիքանքի ենք ես էլ Լեոնել, նախ ուզում եմ ասել, որ այս պայդրությամբ մենք գառնու տաճարը որպես այդ հոգևոր տարածք չենք դիտարկում ենք որպես մշակութային կոթող, որպես պատմական կոթող ենք դիտարկում, հեթանոսական տաճար է ամեն դեպքում, բայց բնականաբար երաժշտությունն էլ փորձում ենք նենց ընտրենք, նույն Բեդուինն էլ Լեոնն էլ քիչ առաջ ասեց, շատ էթնիկ տարեր կան իրանց երաժշտության մեջ, այսինքն ինքը էլի էլեկտրոնային համարվելով, ինքը տենց ծանր էլեկտրոնային ինչ որ տենց ուղղություն չի, ավելի թեթև ու փորձում ենք մաքսիմում համադրել, որպեսզի կարողանա հենց նույն, ասենք, հուշարձանի հետ էլ ինքը համահունչ լինի։ Բնականաբար վատ ֆիդբեքներ միշտ ստացել ենք կոմենտների տեսքով, բայց դրականը միշտ ավելի շատ եղել, պլյուս ուզում եմ ավելացնել, որ տարածքում ինչքան էլ որ մարդկանց քանակը շատ է լինում, մոտ 3000 մարդ է լինում, բայց անվտանգության բոլոր կանոնները միշտ ապահովված են լինում, այսինքն նույն համ security տեսքով, համ ընդհանուր տարածքի հսկողության, այսինքն գառնու տաճարի հենց կոնկրետ միջոցառման օրը մուտքը դեպի գառնու տաճար ու ընդհանրապես տաճարի կողմը ամբողջությամբ փակ է լինում, այսինքն ինչ որ տեղի ունենում տաճարի դիմացում, ոչ այդ մուտքը դեպի հենց կոնկրետ տաճար այդ օրվա համար ամբողջությամբ փակ է լինում, այսինքն նույնիսկ տաճարին հնարավոր չի մոտենալ, էլի։ Այսինքն ինչպես տարածքը մեզ տրամադրում են, այդպես ոչ մի քար վնասված վերադարձնում ենք ու նամարման այդ քարերին պատմություն ունեցող շատ ուշադրություն ենք դարձնում եւ ես կավելացնեմ Գեորգի ասացին, որ վերադառնում ենք այն փաստին, որ այսօր այո ինչու ոչ մեր միջոցառումների շնորհիվ այլ երկրների քաղաքացիները իմացել են, որ գոյություն ունի նմանատիպ գեղեցիկ տաճար։ Այսինքն հանրահրճակում եք, այո, եւ աշխարհում շատ ընդունված է այս պահին տարբեր մշակութային վայրերի դիմաց նմանատիպ միջոցառումներ կազմակերպել երիտասարդ տուրիստներին ներառելու եւ այլ ավելի զարգացնելու իրանց կոթողները
եւ ընդհանուր туриզմը եւ էկոնոմիկան։ Ես կասեի ոչ միայն դիմաց, այլև ինքս տեսել եմ ինչպես եվրոպական շատ ու շատ մայրաքաղաքներում եկեղեցու ներսում նաև դիմաց կազմակերպվում են համերգներ եւ այն էլ ռոք համերգներ։ Դուք պատկերացրեք մեզ մոտ եկեղեցում ռոք համերգ կազմակերպել, այսպեսի ալիք կբարձրանա։ Այդ լեվելին դեռ մենք ասում ենք պատրաստ ենք իմ կարծիքով, բայց այո, մենք էլ ենք հենց անձամբ նույնիսկ մասնակցել ենք ինչ որ նմանատիպ միջոցառումների, իհարկե գործող եկեղեցի չի եղել։ Բնականաբար։ Այո, բայց շատ են անում։ Եկեղեցիներում, նույնիսկ ասենք, չգիտեմ, հին ինչ որ հրապարակներում եկեղեցու դիմացի շատ ընդունված է հիմա։ Շատ լավ, կարճատև դաթար, որից հետո կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ Հուլիսի 11-ին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում կայանալիք էլեկտրոնային երաժշտության արդեն ավանդական դարձած միջոցառման մասին DJ-ներ Կուևոյի եւ Լեոյի հետ ենք զրուցում։ Հիմա ուրեք ասել, ինչ փուլում են աշխատանքները, ինչ բարդություններ կան այս տարի, թեև 5 տարի փաստորեն նույն տարածքում անում եք միջոցառումը։ Իրականում աշխատանքներ հիմա միայն տենց մարքեթինգային հիմա աշխատանքներ են տեղի ունենում, ինչ որ տարածքում միջև միջոցառման օրը նախորդ գիշերը այսպես ասած ոչ մի բան տեղի չի ունենում, այդ առումով էլ է իհարկե միջոցառումը բավականին հետաքրքիր, այդ մեր այդ սեթափ լինելը ու տենց հետո ամեն ինչ հետ հավաքելը այդ 24 ժամվա ընթացքում։ Այո, այսինքն մենք երեկոյան ժամը 9-ին, այսինքն լրիվ զորայական վիճակում մտնում ենք տաճար, ամեն ինչ պատրաստում ենք մինչև առավոտյան, սա ամբողջ գիշեր աշխատելով եւ դրանից հետո էլ միջոցառումից հետո էլ անմիջապես ամբողջ գիշերվա ընթացքում ամեն ինչը հավաքվում է եւ մաքրվում է եւ առավոտյան արդեն տուրիստների համար լրիվ նույն վիճակով տաճարը վերադարձվում է։ Տոմսերի ամրագրումը դեռ գործում է, տեղ կա թե ոչ։ Այո, այս պահին on-line կարող եք գնել մեր ինչպես նշեցինք triangulum.live կայքից, ունենք 3 տարբերակ, դա regular տոմսն է եւ մյուսը fast track-ն է, այսինքն դուք առանձին գծով կարող եք մտնել, ինչպես օդանավական։ Ինչպես ամբողջ աշխարհում նման միջոցառումներ ունեն եւ fast track, արագ ուղի եւ ուզում եք հերթ կանգնեք, եթե ոչ խնդրեմ մի փոքր ավելացրեք։ Իհարկե, փորձում ենք մաքսիմալ նենց անել, գծերը այնքան շատ ենք անում, որ կարողանան մարդիկ իհարկե հերթերից խուսափեն, բայց ամեն դեպքում քանի որ հայերը տենց մի քիչ շոկ եղանակ չեն սիրում, մի քիչ ավելի հովին են սիրում գալ, ինչի պատճառով իհարկե բավականին մեծ մասը միջոցառման բաց են թողնում, որովհետև մենք ցերեկը ժամը 1-ից արդեն սկսում ենք միջոցառումը, 2 stage ունենք իմիջայլոց, հա, ցերեկը այնտեղ հենց այդ բլրի վրա ծիրանի ծառեր կան գեղեցիկ, այդ ծիրանի ծառերի տակ stage ունենք, բավականին այո, տապից էլ պահպանում ենք մարդկանց։ Այդ ժամերին դու ես հա ոնց որ երեկոյան նշտել։ Լավ չի։ Այս տարի խաղաղություն ունենք։ Հիմնականում հա, մարդիկ ավելի ուշ են գալի ու նենց է ստացվում որ ժամը 6-ի 7-ի կողմերը ամենամեծ ոնց որ հերթերն են գոյանում։ Դրա համար այս տարի որոշեցինք նախորդ տարիներին չունենք, բայց այս տարի առանձին մի հատ գիծ հատկացնենք այն մարդկանց համար, ովքեր որ չեն ուզում հերթ կանգնեն, ու բնականաբար backstage զոնա էլ ունենք, էլի ոնց որ ամբողջ աշխարհում ընդունված, այսինքն DJ-ի հետևի հատվածում առանձնացված էլի բեմի վրա DJ-ի հետ միասին կարող են էլի տոմսեր ձեռք բերել, այդ տոմսերը 40000 դրամ են, որովհետև տեղը շատ սահմանափակել, ընդամենը 100 տոմս ունենք այդտեղ։ Ես օգտվելով առիթից կուզեմ կոչ անեմ բոլոր մեր հյուրերին, ովքեր որ գալու են, շուտ եկեք, վայելեք, որովհետև ինքը փառատոն է, դա ընդունված շատ բան է աշխարհում, ժամը 1-ից մուտքը բացվում է, ունենք 2-ից արդեն DJ-ներ, մեր լոկալ լավ DJ-ները, որոնք որ սուպորտի եւ սուպորտի կարիք ունեն, ու մենք որոշել ենք Գևորգի հետ ինչ անենք, խաղարկություն անենք, որ մարդիկ հետաքրքրվեն, մեր հայրը սիրում են, չէ՞, խաղարկություն։ Խաղարկություն անենք, այն էլ ինչ խաղարկություն։ Արսանիկի անվճար DJ-ը։ Տեսեք ինչքան մարդ կա։ Ավելի լավ առաջարկ Beonix ֆեստիվալի Կիպրոսում կայանալիք սեպտեմբերի վերջ։ Արժի։ Փառատոնի 2 տոմս։ Ինձ թվում է լավ առիթ է շուտ գալու։
համ մեր DJ-ներին սպորտանել լսելու, համ երկու տոմսով գնալու համար։ Եվ եթե տեղ էլ գտնեք ամրագրելու, մնալու, հաջորդ օրն էլ Վարդավառը կարող եք նշել։ Կապված խիստ հասկացում եմ իհարկե, որ տեղերը դժվար կարողանան արդեն գտնել, որովհետև նույն այդ որ ասում էի զանգարել ենք հաջորդ օրվա համար, հաջորդ օրվա համար տեղել էինք ուզում պահենք, դե չենք ուզում արդեն տաճարի մոտ, մի քիչ արդեն հեռու տեղ էինք ուզում, որպեսզի տենց ավելի հարմարվեր փուլով եւ այլն, ինչ որ վիլլա ենք ուզում։ Գյուղում գիտեն, որ բավականին մնալու լավ տեղեր կան։ Հա, բայց էլի մենք բավականին ինչ որ հեռու էր Գառնից, արդեն դեպի Երևանի կողմ, արդեն ավելի մոտ զանգահարեցինք, ասեցին, ճիշտ ասած չեն կարող հիմա ասել, մեզ շատ տեղեր պետք է լի, մոտ մի տենց 10 հոգու համար, ասեն ճիշտ ասած չեն կարող, նախորդ օրը ասում եմ միջոցառում կա Գառնիում, էլի տենց է, որ ասում եմ հիմա բոլոր համարները փակ են, չգիտենք ինչքանն են դուրս գալու։ Այսինքն նույնիսկ արդեն տես կողքերն էլ են արդեն զբաղված։ Սա դեպքն է ուրախալի է, երբ մարզերում չէ խցանումներ են լինում կամ տեղ չկա ամրագրելու, միայն խոսում է մարզային կյանքի ակտիվացման մասին։ Դե ինչ ձեզ հաջողություն ենք մաղթում։ Եվ հուլիսի 11-ը թող հիշեն էլեկտրոնային երաժշտության սիրահարները Գառնիում 6 տոն է սպասվում։ Այո, սիրով կսպասենք բոլորին։ Շատ շնորհակալություն ձեզ հրավերի համար։ Օր կունենանք բոլորին։ Դե այսքան խոսեցինք, մյուս համագործակցությունը լսենք Իվետա եւ Bedouin featuring Իվետա Bedouin երգը կոչվում է Make Me Feel. Tell me everything without saying no word. Just make me feel what I want me to feel, what you want me to feel, what you want me to feel. You're gonna feel what I want you to feel, what I want you to feel, what I want you to feel. Tell me everything without saying no word. Just make me feel what I want me to feel, what you want me to feel, what you want me to feel. You're gonna feel what I want you to feel, what I want you to feel, what I want you to feel. I'm hanging on your lips. I'm hanging
Այսօր անդադար իվետային ենք լսում Տիգրան, շարունակենք եթերը, արդեն 10:38 եւ անդրադառնանք մեր մյուս երաժշտական արտիստներին, որոնց հետ կապված օրեր ունենք։ Այսօր, ինչպես նշեցինք, Ջորջ Մայքլի, չէ՞, ծննդյան օրն է եւ նաեւ Beatles խմբի օրն է։ Մի քանի հետաքրքիր փաստեր ենք առանձնացրել նախ Beatles-ի մասին, վստահ եմ երկրպագուները, բիթլամանները ամեն ինչ գիտեն, բայց վերհիշելը չի խանգարի։ Հետաքրքիր է, որ հիմա չենք կարող, չէ՞, Լիվերպուլյան քարյակը պատկերացնել առանց այդ անվանման, բայց նրանք անվան մի քանի տարբերակներ են ունեցել։ Խումբը օրինակ կոչվել է Johnny and the Moondogs կամ The Silver Beatles կամ Quarrymen, մինչև որ դարձել են The Beatles։ 1964 թվականին նրանց ելույթը շոուներից մեկի ժամանակ դիտել է ավելի քան 70 միլիոն ամերիկացի եւ դա տարավ նրան, որ բիթլամանիան սկսվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Պատկերացնեք 64 թվական չկա համացանց, չկան լայվ հեռարձակումներ, հեռախոսով, TikTok-ով, Instagram-ով, այլ միայն հեռուստատեսություն եւ ռադիո եւ այդքան միլիոնավոր մարդ, փաստորեն 70 միլիոն ամերիկացի նրանց հետևել են։ 1960-ականներին խումբը պահանջում էր, որ համերիկները լինեն առանց ռասայական խտրականության, ինչը կարևոր քայլ էր ընդհանրապես քաղաքացիական իրավունքների պայքարի ժամանակ, այսինքն տարանջատված բաժանված հանդիսատեսի համար նրանք հրաժարվում էին ելույթ ունենալ։ Իսկ 1966-ին, երբ աշխարհում ամենահայտնի խումբն էր արդեն Beatles-ը, նրանք որոշեցին այլևս չշրջագայել եւ կենտրոնանալ ստուդիական աշխատանքի վրա, արդյունքում ստեղծվեցին նորարարական ալբոմներ, որոնք փոխեցին ռոք երաժշտության պատմությունը։ Եվ ընդհանրապես նրանք անգամ ձայնագրության ոճի տեսանկյունից հեղափոխական մոտեցում են ցուցաբերել, կիրառել են հայերեն ասած հետադարձ ձայնագրությունների մեթոդը, backward recording, անսովոր էֆեկտներ, նոր տեխնոլոգիաներ եւ ստեղծել են այնպիսի երգեր, որոնք են Rain-ը, Tomorrow Never Knows-ը, այսինքն միգուցե այսօր արդեն մեզ համար սովորական են նման գործիքավորումները, բայց այդ տարիների համար դրանք հեղափոխական նշանակություն են ունեցել։ Beatles-ը համարվում է պատմության ամենավաճառվող երաժշտական խմբերից մեկը եւ անցկացրել է ռեկորդային թվով շաբաթներ նույն ամերիկյան Billboard հիթ-շքերթում։ Եվ չնայած այս ամենին, նրանց կարիերան շատ կարճ, զարմանալիորեն կարճ է եղել, թվում է թե տասնամյակներ շարունակ նրանք մինչև օրս էլ չէ, թվում է թե մեզ հետ են, իրականում գոյություն է ունեցել 60-ից 70-ական թվականներին ընդամենը 10 տարի եւ հենց այս 10 տարին էլ նրանց բավարար էր իսկապես հիմնովին փոխելու թե փոփ եւ թե ռոք երաժշտությունը աշխարհում։ Խմբի այցեքարտերից անշուշտ կարելի է համարել հանրահայտ Yesterday երգը, պատմության ամենաշատ կատարվող երգերից է։ Հեղինակն է Փոլ Մակքարթնին, այն վերաձայնագրվել ու կատարվել է հազարավոր արտիստների կողմից, դառնալով բոլոր ժամանակների ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։ Այո, ամենաշատ cover արվող երգերից մեկն է, իհարկե շատ այլ երգեր էլ կան, եւ հաճելի է, որ մինչև օրս էլ թեև խումբը չկա, եւ շատ արտիստներ արդեն չկան, կան բիթլամաններ, կան ակումբներ, որտեղ բարբերաբար անդրադառնում են այս լեգենդար խմբին եւ լսում են նրանց երգերը, կատարում են նրանց երգերը։ Այսքան խոսեցինք, պիտի լսենք Beatles։ Եվ այս բանը մենք առաջարկենք ոչ թե Yesterday, այլ հանրահայտ Let It Be ստեղծագործությունը հենց հիմա։ Mother Mary comes to me speaking words of wisdom, let it be. And in my hour of darkness, she is standing right in front of me speaking words of wisdom, let it be. Let it be, let it be, let it be, let it be. Whisper words of wisdom, let it be. And when the broken-hearted people living in the world agree, there will be an answer, let it be. For though they may be parted, there is still a chance that they will see. There will be an answer. Let it be. 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 Yeah, there will be an answer. Let it be. 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 Whisper
And when the night is cloudy, there is still a light that shines on me. Shine until tomorrow, let it be. I wake up to the sound of music. Mother Mary comes to me, speaking words of wisdom. Let it be. Yeah, let it be. Let it be. Let it be. Yeah, let it be. Oh, there will be an answer. Let it be. Let it be. Let it be. Let it be. Yeah, let it be. Oh, there will be an answer. Let it be. 10:45 երաժշտական օրացույցից եւս մեկ երադարձության մասին ենք խոսելու առաջիկա րոպեներին։ Այո, նախապես չէինք պլանավորել, բայց շատ երաժշտական առավոտ ստացվեց, տարբեր ժանրերի ենք անդրադառնում, հյուրերը էլեկտրոնային երաժշտությունից էին խոսում, Beatles-ին անդրադարձանք, հիմա էլ մեկ այլ Հոբելյար էր, չէ՞, այսօր Ջորջ Մայքլը, Հոբելյարի անդրադառնանք, նա ծնվել է այսօր եւ իրական անունը Գեորգիոս Կիրիակոս Պանայոտու, բայց դե հետո դարձավ Ջորջ Մայքլ հայտնի բեմական անունով, նրա հայրը հուն եւ կիպրացի էր, իսկ մայրը անգլուհի։ Ով չի լսել հանրահայտ Careless Whisper ստեղծագործությունը, աշխարհահռչակ հիթի գաղափարը նրան եկել էր դեռ 17 տարեկանում ավտոբուսով ճանապարհորդելիս, հետագայում այն դարձավ 80-ականների ամենահայտնի բալադներից մեկը։ Դե Ոմ խմբի պատմությունը, այո, 1985 թվականին խումբը դարձավ առաջին արևմտյան փոփ խումբը, որը պաշտոնական շրջագայության մեկնեց Չինաստանում եւ էլի պատմություն կերտեց դրանով։ Ջորջ Մայքլի հայտնի ալբոմներից է Fate ալբոմը, որը հսկայական հաջողություն ունեցավ, այն վաճառվել է տասնյակ միլիոնավոր օրինակներով եւ բերել է 2 Grammy մրցանակ, այդ թվում տարվա ալբոմ անվանակարգում։ Կան փաստեր, որոնց մասին նա չի էլ բարձրաձայնել, ասում են Ջորջ Մայքլը գաղտնի բարեգործ է եղել, մահից հետո է միայն բացահայտվել, որ տարիներ շարունակ նա միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել տարբեր բարեգործական կազմակերպությունների, անհատների եւ հաճախ ցանկացել է մնալ անանուն եւ դրա շուրջ չի PR-վել, ինչպես ասում են, նույնիսկ անծանոթ մարդկանց բուժման համար եւ տարատեսակ ծանր հետազոտությունների համար նա գումարներ է նվիրաբերել։ Ով չի լսել Last Christmas հիթը, չնայած այսօր այն համարվում է ամանորի դասական, 1984-ին թողարկվելիս երգը չկարողացավ գլխավորել բրիտանական հիթ շքերթը տասնամյակներ, անց միայն այն վերջապես հասավ առաջին հորիզոնականին։ Այո, ամենահայտնի հիթերից մեկը ամանորյա, որը լսում ենք բոլորս ամբողջ աշխարհում եւ կարծես Սուրբ Ծնունդը ասոցացվում է նաեւ այս երգի հետ եւ զարմանալի մի զուգատիպություն, որ նա հենց Սուրբ Ծննդի օրն էլ մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 25-ին։ Այսքանը Ջորջ Մայքլի մասին, մենք վայելում ենք նրա հայտնի հիթերից եւս մեկը այս բային, այո։ I think I'm done with the hall.
sofa. I think I'm done with the hall. I think I'm done with the kitchen table, baby. Let's go outside in the sunshine. I know you want to, but you can't say yes. Let's go outside in the moonshine. Take me to the places that I love best. Hell yes, I've been bad. Doctor, won't you do with me what you can? You see, I think about it all the time. I'd service the community, but I already have. You see, I never really said it before. There's nothing here but flesh and bone. There's nothing more. Nothing more, nothing more. Let's go outside. Dancing on the deep train, baby. Where the moon is hot and the grass is jumping. Come on, just Սուրճ ու սեր առավոտից։ 19:51 դուք լսում եւ դիտում եք հանրայինի առաջին ալիքը։ Վարկյաններ անց դառնում է 52, երաժշտությունը երաժշտություն, բայց իհարկե աշխարհն այս օրերին ապրում է ֆուտբոլային կրքերով, հիշեցնենք Ամերիկայում, Մեքսիկայում եւ Կանադայում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ամեն օր բազմաթիվ խաղեր, որոնք հիմնականում մեծ համար գիշերային ժամերի են եւ ձեզ ներկայացնենք վերջին արդյունքները, նախ ասենք, որ սուպեր համակարգիչը նոր ֆավորիտ է առանձնացրել, թարմացրել է այս ընթացքում հավաքականների խաղը եւ ըստ նորացված տվյալների մունդիալի գլխավոր ֆավորիտը Արգենտինայի ազգային հավաքականն է, ըստ սուպեր համակարգչի 15.6% են աշխարհի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նշելու հավանականությունը։ Խմբային վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան, արագ ներկայացնենք ինչ է կատարվել վերջին օրերին եւ արդեն 13 հավաքական ապահովել է իր տեղը play-off-ում։ Այս պահի դրությամբ մունդիալի 1/16-րդ եզրափակչի մասնակցությունը երաշխավորել է 13 հավաքական, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Մեքսիկա, Կանադա, Շվեյցարիա, Մարոկկո, Բրազիլիա, Գերմանիա, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Արգենտինա, Կոլումբիա, Նորվեգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա։ Տեսնենք ինչպես կզարգանան ֆուտբոլային կրքերը եւ բնականաբար լինենք ֆուտբոլասեր թե չէ, վերջին մի քանի խաղին կարծում եմ բոլորս մեծ հետաքրքրությամբ հետևում ենք։ Ես կարծում եմ նրանք ովքեր չեն հետևում ընթացքին, բոլորը սպասում են վերջին Դե խաղերը։ հա, տեսնենք վերջին Ով է խաղերը չեմպիոն դառնա։ որ ժամերին կլինեն, այս տարի մի փոքր անգամ բացօթյա սրճարանների եւ ակումբների գործը խաթարվեց, չէ՞, ինչ մեծ պահանջարկ էր լինում դիտել ֆուտբոլի խաղերը այդտեղ, հիմա գիշերային ժամերին հիմնականում փակ են այդ ակումբները, բայց կարծում եմ այնպես կանեն, որ գոնե եզրափակիչը մի փոքր հասանելի ժամ լինի նաեւ աշխարհի այս կողմի համար։ Ֆուտբոլի ցանցում կատարենք դեպի Հանրային ռադիոյի 100-ամյակին նվիրված միջոցառումներին եւ հոբելյանական համերգաշարի վերջին երկու համերգները կկայանան առաջիկա 2 օրերին։ Ուշադրություն վաղը ժամը 19-ին Հանրային ռադիոյի Սայեթնովա անշուղական երկի վաստակավոր անսամբլը ելույթ կունենա Տավուշի մարզի Բերթավանի գեղագիտական կենտրոնում։ Իսկ հաջորդ օրը հունիսի 27-ին ժամը 19-ին մենք կլինենք Մարտունու մշակույթի տանը։ Այս բոլոր համերգների մուտքն անվճար է, ազատ է, այնպես որ սիրով սպասում ենք մեր ռադիոլսողներին, երաժշտասերներին, համերգների կոնցեպտը հետաքրքիր է տարբեր մարզերում, չէ, հանրային ռադիոյի տարբեր խմբեր, նվագախմբեր ելույթ ունեցան եւ հիմա հերթը արդեն ազգային նվագարաններինն է, ժողովրդական երաժշտությանը, աշխուղական մեր լեգենդար Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ համերգները մեր գործընկերներն են վարում, Լուսինեն եւ Տիգրանը, այնպես որ վաղը նրանց սպասեք Բերթավանում։ Ձեզ էլ վաղը բարի եթեր շնորհակալ եմ եթերում։ Այսօրվա համար այսքանը, հունիսի 25-ի առավոտը ձեզ հետ անցկացրեցին Սևակ Հակոբյանը եւ Տիգրան Հարությունյանը, ձեզ լավ ու արդյունավետ օր ենք մաղթում։ Կհանդիպենք։
sexy skinny body. I'll get you off, baby, get you off, get you off. You know that I got what you want, no, don't stop. Let me have a sexy skinny body. I'll get you off, baby, get you off, get you off.